Պարոն Փաշինյան, ընտրությունների օրը գիշերը ժամը 2-3-ի կողմերն էր, ես 4-3 ընտրատեղամասում էի Արաբկիրի, քվեատուփի մեջ ծրարների մի մասը չէր բացվել, մեկ էլ տեսնեմ դուք ասուլիս եք տալիս ու ասում եք ժողովուրդ ջան, ես պատմական հաղթանակ եմ տարել, այդ ընտրատեղամասում 1286 ընտրող մասնակցել էր քվեարկությանը, եւս 99 մասնակցել են գոսպիտալի զինվորները, այսինքն ընդհանուր առմամբ 1385 ընտրողի ձայն հաշվի չէր առնվել։ Մի բան մտածեցի, ասի, եթե դուք զոհված զինվորների թիվը պլյուս մինուսով եք ասում, երբ մտածել եք, դե մի պլյուս մինուս 2000 ընտրող այս կողմ են կողմ, էական նշանակություն չի ունենա ձայների վրա, ու այդպես հաշվարկել եք, որ դե 2000 այս կողմ են կողմ կլինի, բայց դա համատարած էր, միայն այդ ընտրատեղամասում չէր, ավելի ուշ պարզվեց, որ թիվ 8 ընտրատարածքի բազմաթիվ ընտրատեղամասերում նույնպես ձայների հաշվարկը չէր ավարտվել։ Հիմա հարց, եթե օրինակ 2025-ի բյուջե, 26-ի բյուջե մոտ 500 միլիոն դրամ մենք հատկացրել ենք ԿԸՀ-ին։ Եթե այդ կառույցը ոչ մի բան չի անելու, դուք եք ամեն հարցի պատասխանը տալիս եւ դուք եք որոշում։ Ինչի ենք մենք ֆիկտիվնի այդ կառույցներին պահում։ Նույնն իրավապահ համակարգին, երբ որ ամբողջ քարոզարշավի ընթացքում դուք որոշում եք ում բռնել, ում չբռնել եւ այլն, ինչ իմաստ ունի, չարժի արդյոք էկոնոմիա անել 500 միլիոնը եւ դուք ամեն ինչ որոշեք եւ հաջորդ կարևոր ճշտումը, որ ուզում եմ անել, դուք ասել եք, որ եթե սահմանադրական մեծամասնություն չձևավորենք, կլինի աղետալի պատերազմ սեպտեմբերին։ Հիմա հարց 3 ամսից իսկապես պատերազմ լինելու է, թե չէ, դուք գիտեք այդ հարցի պատասխանը, եթե լինելու է, աչք փակվի այս ամբողջ բաների վրա, բոլորի ձայնը միանգամից 0 դարձնենք, որպեսզի չլինի պատերազմ։ Շնորհակալություն։